Հալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քննիչ Հովեյանն է։ Այո, լսում եմ ձեզ։ Սերոպն է ձեր հետ խոսում։ Միքայել Միրաքյանի հայրը։ Եթե անազգանով չհիշեցիք, կարող եմ ասել ինչ գործով ենք հանդիպել։ Կարիք չկա, ես արդեն իմացա, ասեք, լսում եմ։ Քննիչ ջան, ես որոշակի կասկածներ ունեմ ու ուզում եմ, որ անպայման մենք խոսենք իրար հետ։ Լավ։ Հա։ Ես տանն եմ լինելու, հա։ Հա, կսպասեմ։ Շնորհակալ եմ։ Յա, Նարեջ ջան, ես դասի չես գնացել։ Չէ, քնած եմ մնացել, Միշոն էլ չի արթնացրել։ Ինքը գնացել ա, չէ՞։ Հա, շուտ ա գնացել։ Լավ դե, ես թռամ։ Տրի, բալես, տրի։ Իջեք։ Իջեք, տղեկ։ Ուզում եմ մի հատ տղերքի աչքերի մեջ նայելով խորը մտածեք ու ինքներդ ձեզ պատասխանեք ձեր արածը տղամարդությունը ինչ է։ Կռվի ժամանակ այս տղերքը առնական լինելով իրենց ուսերի վրա խրամատներից իրենց ընկերներին են դուրս բերել, կյանքեր են փրկել, բայց ցավոք իրենցից շատերը չեն փրկվել։
մի կտոր հացը ու մի քանի կաթիլ ջուրն են իրար հետ կիսել։ Հավասար, որ կարողանան դիմադրել մինչև վերջ, պաշտպանեն իրենց սահմանները, անառիկ պահեն իրենց ամրոցը։ Իսկ դուք նույն տարածքում նույն օդը իրար հետ չեք կարող շնչեք։ Այն օդը, որ այստեղ եկի արյան գնով եմ ստեղել։ Այս առյուծները ձեր նման ջահել տղերք են եղել, երազանքներ են ունեցել, նպատակներ, իրենց սպասող ծնողներ, սիրած աղջիկներ, բայց մի վայրկյանի ընթացքում մի փամփուշտով կտրվել են իրենց կյանքին կապող թելերը, ու համ երազանքներն են անկատար մնացել, համ սպասողներն առանց իրենց։ Ուզում եմ մի պահ այս ցավը ձեր երակների միջով անցկացնեք։ Հետո այն երանությունը, որի մեջ դուք այսօր ապրում եք, մի հատ հետևություն արեք։ Երբ պիտի հասկանաք, որ սահմաններից ներս դուք թշնամի չունեք։ Ձեր թշնամին սահմաններից այն կողմը։ Երբ պիտի հասկանաք, որ ամեն ստից բանի պատճառով իրար քիթ ու մռուտ ջարդել պետք չի։ Պետք է նստել մարդավարի խոսել։ Որովհետև ի տարբերություն կենդանու, Աստված մեզ լեզու է տվել ու խոսալու ունակություն։ Երանի մի օր հասկանաք, որ հանդուրժելը ու սիրելը ատելությունից ու թշնամանքից ավելի վեհ է։ Այս տղերքը իրենց կյանքն են տվել ձեր կյանքի ու ձեր հայրենիքի համար։ Դուք, մենք, բոլորս պիտի այս տղերքի չապրած տարիները ապրենք ու ապրենք արժանապատիվ, վեհ։ Մենք նրանց պարտք ունենք վերադարձնելու։ Այդքանը հասկանում եք։ Նայեք նրանց աչքերի մեջ ու մտածեք, թե ոնց եք այսուհետ ապրելու, որ արժանի լինեք իրենց զոհողությանը։
Բարև իմ շատ սիրելի ուխին է։ Բարև Ֆարադեյ, ես դասի ես։ Այո, ես շտապում եմ գրավոր աշխատանք հանձնարարելու։ Դե շտապողականությունդ մի հարցով կտրեմ։ Իհարկե, իմ ընկեր եւ բարեկամ դուխին է։ Ինչ հարց ունես դու դուր, ես բոլորին կպատասխանեմ հերթով։ Բոլոր չկա, ինձ մենակ մի հարց է հետաքրքիր։ Ֆարադեյ, ինչի չես հագնում մեր գնաց հագուստը։ Դուխիկ, լավ, ուզում ես, ես քեզ ճիշտը կասեմ, ես նույնիսկ այդ շորերը տոպրակից չեմ հանել։ Ինչի։ Չգիտեմ, մի ձևի չեմ համարձակվում։ Այսինքն։ Հասկանում ես, ես մտածում եմ, որ այդ շորերի մեջ ինչ-որ մոգական ուժ կա։ Եթե ես այդ շորերը հագնեմ, հնարավոր է, որ ես կփոխվեմ։ Ես մինչև հիմա իմ հայրիկի վերնաշապիկներն եմ հագնում, որը մայրիկս է գնել, այ օրինակ սա, մայրիկս գնել է 3 ռուբլի 60 կոպեկով։ Ես չեմ հասկանում Ֆարադեյ, դու լրիվ ցնդել ես։ Ինչու ես ջղայնանում, դուխին է։ Որովհետև մենք այդ շորերը առել ենք, որ դու հագնես ու քեզ լավ զգաս, ոչ թե պահես ինչ-որ միտեղ ու ցեց ուտի։ Չէ, մեր տանը ոչ մի ցեց չկա։ Մայրիկս պահարանում նավթալիններ է պահում։ Այո, այդ հոտից ոչ մի ցեց չի մոտենում։ Ֆարադեյ, էլ ոչ մի բան չեմ ուզում լսել։ Հենց այսօր գնում ես, այդ պահածը տեղից հանում ես այդ շորերը, փռում ես արևին, հետո տալիս ես մայրիկիդ, որ արթուկի։ Ու դա կախում եմ զգեստապահարանում։ Չէ։ Հագնում ես ու վաղը գալիս ես դպրոց։ Մենք քեզ հետ արդեն որոշել ենք ինչ ես հագնելու։ Քայլվածքիդ վրա աշխատել ենք, մարզումներդ արդեն արդյունք են տալիս։ Նենց որ վաղը նոր շորերով կգաս դպրոց։ Մի րոպե, ես ճիշտ հասկացա, այսինքն դու ուզում ես վաղվանից տեսնել նոր Ֆարադեին։ Այո։ Ինչ տեսար, Շահնազանը ոնց մեր սաղից տեղը դրեց։ Այս Էրեբլուրում մի քաղաք տղա է պարկած դավը, պատկերացնում ես։ Միշտ նայում եմ այս ամեն ինչին ու մտածում եմ, ոնց են գալի ծնողները իրենց երեխեքի գերեզմաններին նստում, գիշեր, ցերեկ, այս ցրտին, շոքին։ Մտածում եմ ինչքան անիմաստ բանի, համար ենք նեղանում ենք մեր ընկերներից, ծնողներին ենք նեղացնում, հարազատներին։ Բայց ինչի մենակ բարեկամներին ու ընկերներին։ Անծանոթներին կարող է ավելի շատ նեղացնենք, առանց գիտակցելու այդ ինչը ընդհանրապես։ Չհասկանալով, որ այս տղեկը իրենց կյանքը տվել են մեր ապրելու համար։ Ճիշտ ես ասում, ինչ։ Չգիտեմ մի տեսակ տպավորությունը, որ շատ կտրված ենք ապրում այս ամեն ինչից։ Որովհետև մանր բաների հետևից ենք ընկնում ու չեն գիտակցում ըստ կյանքի իրական արժեքները։ Բայց պարտավոր ենք այս ամեն ինչը մեր առօրյաներ առանք։ Գոնե գիտակցենք ինչ է այս ամեն ինչը, պատկերացնում ես ինչ եմ ասում։ Բայց այդ ոնց։ Ոնց ուզում է լինի, ուզենք չուզենք, եթե մեզ համարում ենք հայ տղա, պետք է այս ամեն ինչը գիտակցենք։ Ու այն կարգի գիտակցենք, որ առնվազն միջավայրին մեր շրջապատին չվնասենք, չնեղացնենք։
Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել էր. կա հարատևի Անդրանիկը, Գարեգին նժդե, Մոնթեն։ Ես էլ ասում եմ, այս բոլոր տղերքը։ Ուշադիր նայեք, այս տղերքն են մեր ազգի հավերժության առաջնորդները։ Այս տղերքն են մեր ազգի շարժիչ ուժը։ Այս տղերքը իրանց արյան ու կյանքի գնով են վաստակել ու պահել մեր ապրելու իրավունքը, մեր ազգի ու մեր պետության ապագան։ Ու մենք պարտավոր ենք իրանց չապրածը ապրել ու ապրեցնել տղեկ։ Մարդամեկը տղերքի մեջ կռիվը գցեց, հիմա էլ հանգիստ խղճով նստած թիթեռնիկա նկարում։ Ոնց որ ինքը հեչ մեղավոր չի։ Հիմա էլ ձևը անում իբր չի լսում։ Իրան միամիտ հրեշտակի տեղ ա դրել, էն էլ չգիտի, որ գիտենք իրա ով լինելը։ Հետո, ինչ ա ուզածներդ։ Քեզ ով խոսացրեց, որ մեջ ընկար։ Դուք ու ձեր անշնորհք պահվածքը։ Լավ կլինի դու ընկերուհիդ անշնորհքությունից չխոսակ էլի։ Ով ա անշնորհքը։ Դու ինչի ես տենց նայում, կարող ես սխալ եմ ասում։ Լսի չեք զգում, որ ձեր չափերը լրիվ անցել եք արդեն։ Ու կարող է ես էլ ինձ էլ չկարողանամ զսպել իմ չափերը անցնեմ։ Վայ, հələ փորձի տենանք դրանից ինչ ա դուրս գալու։ Ինձ չվախեցնեք։ Ես ձեր նման խղճուկների համար նենց պատասխան ունեմ, որ կարող է ինքներդ ձեզնից զզվեք։ Էդ դու պետքա քեզանից զզվես, որովհետև դու ես զզվելին։ Այնքան զզվելի մարդ ես, որ Միշոին ու Տիկոին կռվացրեցիր։ Հիմա էլ հանգիստ խղճով նստած թիթեռնիկ ես նկարում։ Դեմքից մի կաթիլ անհանգստության նշույլ չկա։ Աստատ, քեզ սրբիկի տեղ ես դրել։ Ինչ եկել չես եկել ես դասարան անախորժությունները, որ հետդ բերում ես։ Սկզբից Միշոին ու Արյանային բաժանեցիր, հիմա էլ Տիկոին ու Միշոին ես կռվածնում։ Ուզում ես իրանց մի վնաս տան, հա։ Ես չեմ հասկանում, դուք Միշոյի համար եք անհանգստանում, թե Տիկոյի, թե ուղղակի խոսալու թեմա չունեք, նոր թեմա ա բացվել։ Ինձ իրանք երկուսն էլ անհանգստացնում են, որովհետև երկուսն էլ քո տափուկ պահվածքի զոհն են դարել։ Բերանդ փակի։ Լավ, Ռեբեկա, վերջացրու ամոթը։ Ամոթ է սրա համար է, որ Միշոյի հետ ման ա գալիս, բայց աչքը Տիկոյի վրայից չի կտրում։ Ասեցի բերանդ փակի։ Ու պետք չի, որ քո դատարկ ներաշխարհը այստեղ ցույց տաս։ Դատարկը դու ես։ Քո դատարկ ուղեղի պատճառով է, որ տղեկը կռիվ են արել։ Եթե ինքնասիրություն ունենայիր ու երեք քեզ նորմալ աղջկա պես պահեիր, Միշոյիդ կլսեիր ու Տիգրանի հետ կինո չէիր գնա։ Այսօր էլ այսքան բանը չէր լինի։ Մարդ ոնց կար նախարարի տղու առաջարկությունից հրաժարվի։ Միշոյի հետ սիլիբիլի է անում, Տիկոին էլ չի ուզում կորցնի։ Զզվում եմ ուղղակի քեզանից։ Մի հատ երկուսով բերաններդ փակեք, թե չէ մի ապտակ կտամ, որ սափվեք։ Փորձի, քո ընկերուհուդ մազերը հատ-հատ կպոկեմ։ Խղճում եմ ձեզ։ Ոնց կարա մարդ այսքան տկար լինի մտքով ու հոգով։ Լավ մար, հանգստացի։ Գնա նստի մի էլ պատասխանից իրենց ասածներին։ Երևի ճիշտ ես ասում։ Պետք չի, որ գլուխ տնեմ սրանց հետ։ Դուք արժանի եք մենակ իմ արհամարանքին։ Ռեբեկա, հանգստացի։ Հերու մնա Տիգրանից, լսում ես, որովհետև եթե շարունակես իրա կողքերը տենց անմեղ սրբիկի դեմքով ֆրֆռալ, ես չգիտեմ քեզ ինչ կանեմ։ Խղճում եմ քեզ։ Բարև ձեզ։ Նստեք։ Թորոս քերի դու նստիր իմ կողքը։ Ընկեր Բարեղամյան, քերի Թորոս ինչ-որ հայտարարություն ունեք մեզ համար։ Այո, շատ կարևոր։
Այսօրվա դասը ինձ հետ միասին կանցկացնի Քերի Թորոսը։ Ինչ։ Ինչ որ լսեցիք։ Հիմա բացեք դասագրքերը, որտեվ շատ հետաքրքիր դասաժամ է սպասվում։ Քերի Թորոս, խնդրեմ սկսիր։ Thank you. Good morning. Children, open the book, please. Մորքուր ջան, երեք իրիկունը մեջից խոհարարներ արթնացել։ Ես էլ խոհանոցում իմպրովիզներ էի անում, էս էլ արդյունքը։ Այդ դու ես պատրաստել։ Իհարկե, հիմա ուզում ես սուրճեր պատրաստեմ ու վայելի քո առավոտը։ Չեմ ուզում։ Շնորհակալ։ Մորքուր ջան, բայց ոնց որ տրամադրություն չունես, բան է եղել։ Պարզապես տրամադրություն չունեմ։ Ձանձրույթն եմ պատել իմ հոգում։ Այ եթե Լիդիան գոնե այստեղ լիներ, կնստեինք, կզրուցեինք, կսրճեինք։ Մի փոքր կթեթևանար հոգեվիճակս։ Շատ էլ լավ է, որ Լիդիան այստեղ չի։ Հոգեվիճակը թեթևացնելու լիքը ձևեր կան, այ օրինակ։ Կարող ես իջնել բակ, եւ ջրես բույսերը։ Հա, հողը եւ բույսերը շատ լավ են անդրադառնում էներգիայի վրա։ Ծաղիկները ջրելը Թորոսի գործն է։ Իսկ ինձ գույն է պակասում։ Այդ պարագայում կարող ես երեխաների հետ շփվել։ Հա, իրանք էլ են էներգիայի աղբյուր։ Քարես գնաս դասալսման։ Հա, ճիշտ միտք տվեցիր դուխին է, ես հենց այդպես էլ կվարվեմ։ Դե դեսերտդ վայելի ու ճամփանկիր մորքուր ջան։ Կարծեմ 11-ի այում այսօր բարեղամյանն է։ Ես կգնամ բարեղամյանի մոտ դասալսման։ Չեմ հասկանում 11-ի այից բացի, ես դպրոցում ուրիշ դասարան չկա։ Կա, բայց ես ուզում եմ բարեղամյանի վարած դասապրոցեսին մասնակցեմ։ Մորքուր ջան, դու մեկը անգլերեն չես հասկանում, դու գերմաներեն գիտես, հա, բան չես հասկանա, ավելի լավը մի գնա, նստիր էստեղ, քո համար սուրճ կպատրաստեմ, իմ համար սուրճ կպատրաստեմ, միասին կասենք, կխոսենք։ Ես իմ որոշումն արդեն կայացրել եմ, գնում եմ դասալսման։ Մորքուր ջան, այ որ իրար հետ սուրճ խմենք, սուրճիդ բաժակը կնայեմ։ Չեմ հավատում։ Այդ երբվանից ես դու սուրճի բաժակ նայում։ Էհ, Մորքուր ջան, դու այնքան բան չգիտես, այ որ մի քիչ մնաս զրուցենք, այսօր լիքը իմ տաղանդներից կբացահայտես։ Ես հիմա կգնամ դասալսման, կվերադառնամ, հետո կբացահայտեմ քո տաղանդները։ Ախր Մորքուր ջան, քեզ պետք է գնալու ես, տրամադրությունդ փչանա, պետք չի, ավելի լավ գոնե մի քիչ սպասի, տրամադրությունդ բարձրանա, նոր կգնաս էլի։ Ես արդեն որոշել եմ, գնում եմ դասալսման բարեղամյանի մոտ։ Շնորհակալություն Կիանալի միտք տալու համար ինձ։ Ախ, դուխիկ, ես ինչ մարդ ես դու։ Հիմա բարեղամյանն իր հացը կուտի։ Ու որ դասարանի բացակաների քանակը տեսնի, Արև Շատյանն էլ հետը։ Ոյ դուխիկ։ Ոյ։ Մեր շատ սիրելի Քերի Թորոսը արդեն տևական ժամանակ է ինչ ուսումնասիրում է անգլերեն լեզու։ Եվ ասեմ, արդեն ինքը կարողանում է շատ ազատ հաղորդակցվել երեխաներ։ Եվ ինչքան ավելի խորացված ուսումնասիրի, այնքան այս ամենը նրան կտա լայն հնարավորություններ։ Իսկապես Թորոս Քերի։ Ինչա, Գեր Բարեղամյանի ասածին չեք հավատում, թե իմ ռիլը չեք տեսել, որ հազարավոր հավանությունների է արժանացել։ Դե հա, տեսել ենք, բայց չենք պատկերացրել, որ արդեն այդքան լավ եք անգլերեն խոսում, որ մեզ պետքա դաս տաք։
Հիմա կպատկերացնեք աղջիկ ջան։ Այս շուտով սկսվում է ձեր ամառային արձակուրդները։ Ճիշտ է։ Ձեզ սպասում է արևոտ, գեղեցիկ ջերմ օրեր։ Հիմա մենք պիտի խնդրենք, որ դուք մեզ պատմեք, թե ինչպես եք պատրաստվում անցկացնել ձեր ամառային արձակուրդները։ Եղավ։ Եվ մենք կսկսենք, ասենք, Հասմիկից։ Հասմիկ ջան, մենք պիտի խնդրենք պատմել մեզ, ինչպես ես պատրաստվում անցկացնել քո ամառային արձակուրդները, եւ պիտի խնդրեմ, որ լինես շատ անկեղծ։ Լավ, Թորոս քեռի։ Հասմիկ ջան, ես փորձեմ քեզ մի քանի օրինակ բերել, որպեսզի ավելի պարզ անգլերենով պատմես։ Այօրինակ ասենք I love summer day, I love summertime, I love ice cream, I love summer beach. Բարև ձեզ։ Նստեք։ Բարև ձեզ, մեր շատ հարգելի ընկեր Լանջունի։ Թորոս, դու այստեղ ինչ ես անում։ Ես Քերի Թորոսը այսօրվա մեր անգլերենի դասատուն Ատիկին Լանջոնի։ Չհասկացա։ Ես հիմա ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Բանն այն է, Տիկին Լանջունի, որ արդեն զանգը տվել էր, եւ ես գալիս էի դասարան։ Հենց այդ պահին ինձ հանդիպեց Թորոսը քեռի եւ խնդրեց, որ ինքն էլ ներկա լինի դասին։ Դուք ուզում եք ասել, որ Թորոսը ինձ նման եկել է դասալսման։ Բայց չէ, ինչ եք ասում։ Չէ, իհարկե չէ։ Չէ, իհարկե չէ։ Պարզապես քեռի Թորոսը հետաքրքրված է անգլերենով եւ ավելի կատարելագործվելու համար ուզում է դասին մասնակցի։ Հասկացա։ Թորոսը եկել է դասին մասնակցի, որ ինչ-որ բան սովորի։ Այո, ճիշտ ասացիք պես, ընկեր Լանջունի։ Ես պարզապես նվախում եմ։ Ես չգիտեմ այս պարագայում ինչպես վարվեմ։ Պատժեմ, թե խրախուսեմ։ Երկրորդը, ցանկալի է երկրորդը, Լանջունի ջան։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Այս անգամ ես ոչինչ չեմ անի։ Բայց կխնդրեմ, որ ավանդույթի համաձայն բոլորը աշխատանքի ժամին լինեն այնտեղ, որտեղ պետք է լինեն։ Ես լրիվ հասկացա։ Իսկ մյուս աշակերտներն ուր են։ Այստեղ միայն աղջիկներն են, տղաները ուր են։ Հարցս նորից կրկնեմ, թե կբարեհաճեք պատասխանել։ Նորից եմ կրկնում։ Որտեղ են մյուս աշակերտները։ Մարին իմացել է, որ դու գիտեիր իրա ու Կարոյի մասին։ Լուրջ ես ասում։ Հա, դրա համար էլ իրան սենց է պահում։ Լավ, որտեղից եմ իմացել։ Դե կարևոր չի ոնց է իմացել, կարևորը էնա, որ դու գնաս իրա հետ խոսես ու ինքը քեզ հասկանա։ Պարոն մայոր։ Շնորհակալություն։ Եթե մտածված ուրեմն ինչ-որ մեկին կասկածում եք։ Հա։ Էդոին։ Հեն մեր բակի էդոին։ Մեն Մակարյանի վարորդ էլի։ Անընդհատ նույնն ես ասելու Մարի։ Ինչ-որ բան է փոխվել։ Չէ, չի փոխվել։ Համենայն դեպս իմ զգացածի ու իմ քո հանդեպ ունեցած սիրո մեջ ոչ մի բան չի փոխվել։ Հեն Մարի, ինչ ես ծիծաղում։ Խոսա։ Մարի, դու դեռ ինձ սիրում ես։